եւ գոնե այս պայդրությամբ ինձ նման տեղեկության մասին չի մենք այդպիսի պաշտոնական տեղեկություն չունենք։ Ինչ վերաբերվում է առաջին հարցից, մեր նախընտրական ծրագրում շատ հստակ գրված է, որ մենք հապկում աշխատանքներ ակտիվացնելու վերաբերյալ միջոցներ չենք ձեռնարկել։ Այսինքն ձեր ասած ապասառեցումը չի նախատեսվում։ Մենք դե յուրե եւ վերջնականորեն դուրս կգանք հապկից, թե դուրս չենք գա, այդ ուրիշ խոսակցություն է, ես չեմ կարող ասել։ Եվ հետեւաբար կգործենք ըստ իրավիճակի։ Նույն տեղում չմնալը վերաբերվում էր հարաբերություններին։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Շնորհակալություն։ Պարոն Փաշինյան, ընդդիմությունը, հասարակական, քաղաքական նաև իրավապաշտպան կառույցները քննադատում են ձեր խորհրդարանում արված հայտարարությունը վերաբերում է նրան, որ եթե ընդդիմադիր որոշ ուժերի ընտրեն, դուք հայտարարել եք, որ կասեմ, եթե ասեմ այդ ուժերը կանցնեն ազգային ժողով, նշանակում է մտքովս անցկացնեմ Հայաստանի Հանրապետությունում այդքան շնորհշանգյալ կա։ Սա ասում են, որ դուք վիրավորում եք այն մարդկանց, ովքեր ցանկություն կհայտնեն ընտրել ոչ քաղաքացիական պայմանագրի, այլ կոնկրետ որոշակի ուժերի, ընդհանրապես խոսույթի, նաև քպական առանձին պաշտոնյաների, ինչպես եք մեկնաբանում եւ վերաբերում, եւ երկրորդ հարցը Երևանում ստեղծված իրավիճակը ինչ հանգուցալուծում է ի վերջո սպասվում, որովհետեւ խայտարակ խցանումներ, խայտարակ փոսեր, վարորդները բողոքում են, որ իրենց մեքենաները վնասվում են, փոխհատուցում որպես այդպեսին չկա, ինչ է արվում, որպեսզի որոշակի առումով բեռնաթափվի, որովհետեւ կարծիք կար, որ օրինակ եթե կարմիր գծեր աստղաբաշխական թվով բարձրանան, օրինակ նաև որոշակի առումով բեռնաթափում կլինի, սակայն տեղ ունեցավ բոլորովին հակառակը, նաև նշում են, որ սա ըստ էության Երևանում կոնկրետ վատ կառավարման արդյունք ու հետևանք է։ Շնորհակալություն։ Նախ էլի ուզում եմ ընդգծել, որ ձեր հարցը բացարձակապես առաջին հարցը իրականության որևէ կապ չունի, որովհետև շունուշանգյալ արտահայտությունը օգտագործել են ընդդիմության ներկայացուցիչները, կոնկրետ ուժեղ Հայաստան կուսակցության պատասխանատուները եւ դա բացահայտվել են հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տեղեկատվությամբ եւ շատ པարզ բան եմ ասել, երբ որ հանրությունը տեսնում է, որ ուժեղ Հայաստան կուսակցությունը իր քաղաքական տրամաբանության մեջ մտնողներին անվանում է շունուշանգյալ եւ բոշա, ես ասում եմ անհարգալից կլինի իմ կողմից, եթե ես մտածեմ, որ դրանից հետո մարդիկ քվեարկելու են այդ կուսակցության օգտին, որովհետեւ ըստ էության ուժեղ Հայաստան կուսակցությունը մարտահրավեր է նետում մարդկանց իրենց օգտին քվեարկելով ինքնահայտարարագրվել որպես այդպեսին, եւ ես ասում եմ, որ ես չեմ հավատում, որ Հայաստանի Հանրապետությունում կան նման քաղաքացիներ, ովքեր պատրաստ են այդ պիտակավորումը վերցնել, կուլ տալ եւ մարսել։ Եվ հետեւաբար իմ կանխավարկածը այն է, որ այդ կուսակցությունը 5%-անոց կամ չգիտեմ դաշինք են թե կուսակցություն արգելքը չի հաղթահարելու խորհրդան մտնելու համար։ Եվ սա իմ